Ողջույն հարգելի հեռուստադիտող, կփորձենք կապ հաստատել Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ։ Պարոն Աբրահամյան, երեք ոչ մի կերպ չհաջողվեց ձեզ հետ կապ հաստատել, եթե ունեք ազատ ժամանակ, կպատասխանեք մի քանի հարցերի։ Ես ալ կողջունեմ ձեզի, ճիշտ է, որ բավական դժվար գլա այս առավոտ, բայց անպայման ժամանակ կտրամադրեմ մեր Western Armenia TV-ից։ Շնորհակալ եմ։ Պարոն Աբրահամյան, որքան տեղեկացված եմ, դեկտեմբերին Արևմտյան Հայաստանի Հանրապետության համար կան մի շարք միջոցառումներ։ Օրինակ, դեկտեմբերի 17-ը ազգային խորհրդի ձևավորման օր։ Դա նշանակում է, որ հիմք է դրվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականության վերականգմանը։ Այո, անպայման գիտեք, շատ մեզի համար շատ կարևոր դարեդարձ է 21 ամյակն է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի։ Մեր հայրենակիցները պետք է ճիշտ պատկերացնեն ինչ կատարվեցավ 21 տարի առաջ, մենք արդեն Շուշի գտնվեինք, մենք աշխատեինք Արցախյան ազատամարտիկներու միության մեջ եւ այդ միությունը մենք ստեղծեցինք եւ միության մեջ ունեինք տարբեր ընկերներ, օրինակ պարոն Կոմիտաս Դանիելյանը եւ ուրիշ շատ կարևոր ընկերներ եւ անժամանակ որոշեցինք Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի արձակագիրը ներկայացնել դեկտեմբերի 17-ը 2004-ը։ Այս արձակագիրը շատ կարևոր է մեզ համար, 13 հատ կետեր ունի եւ ասենք թե այդ արձակագիրի մեջ մենք արդեն կվերակայնենք Արևմտյան Հայաստանի համագարկը գետ ալ գետ, նույնիսկ մենք նշելով, որ օդված մեկը մենք հրաժարվեցինք հրաժարվենք Թաշկա Հայաստանի անունը եւ վերցնում ենք Արևմտյան Հայաստանի անունը։ Այստեղ ալ շատ կարևոր է, որովհետեւ մենք ենք Արևմտյան Հայաստանի ժողովուրդն է, որ կորոշե իր պետության անունը ինչպես կուզե ներկայացնել հաշվի առնելով, որ մեր իսկական անունը Հայաստանն է, բայց այդ Հայաստան անունը վերցրել է Կովկասյան հայկական հանրապետություն կամ Սովետ Հայաստանի հանրապետություն 1990-ից։ Ադորամար մենք որբեսի չկրկնենք նույն անունով եւ նույն անունով անտես չկանք, մենք վերագայնեցինք այդ անունը Արևմտյան Հայաստանը, որ եղել է արդեն հազար տարիներ առաջ։ Ադորամար մենք մեր կոզը այդպես սկսել ենք եւ մենք այդ բաժիները մենք ստեղծեցինք Շուշիում։ Այստեղ ալ շատ կարևոր գետ մնե Շուշի մեզի համար, որովհետեւ ազատագրված տարածք մներ եւ այդ տարածքը որ մենք ազատագրեցինք, մենք ալ մասնակցեցինք ազատագրումը, շատ բնական է, որ մենք այդ ազատագրված տարածքի վրա վերակայնենք Արևմտյան Հայաստանի համագարկը եւ ադիմաստող է, որ ամբողջ իրավաբանական գեդերը մենք պաշտպանեցինք եւ մեր համագարկը վերակայնելու եւ մեր Արևմտյան Հայաստանի հայության ինքնավորոշման իրավունքը ամիջապես իրականացնելու։ Սերի այստեղ ալ շատ կարևոր խնդիր մնե, որ ամբողջ մեր հայրենակիցները մեր հայությունը պետք է ճիշտ հասկանա, վերակայնելով մեր ազգային խորհուրդը մենք վերակայնեցինք մեր համագարկը ազատագրված տարածքի վրա Արևմտյան Հայաստանի հետ կապված եւ այստեղ գուզեմ որ ճիշտ ընդհանուրս են թե վիճակը ճիշտ հաշվի առնեք, որովհետեւ իսկապես մեծ նշանակություն ունի մեզի համար, շատ մեծ նշանակություն ունի մեզի համար։ Շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը, պարոն նախագահ, ինչ կասեք Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական փաթեթի մի հատվածի հետ կապված, որն է Գերմանիայի պատասխանատվությունը անցած դարաշրջանի հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների մեջ։ Այո, այստեղ հիմա կապված Գերմանիո հայցության մասնակցությունը մեր ցեղասպանության մեջ ասենք թե արդեն մենք կրնանք բացատրել
որ Գերմանիան որոշել էր այն ժամանակ մտնել Օսմանյան կայսրության մեջ, այդ կայսրության մեջը, որ որևէ չափով արդեն կսկսի թույլանալ եւ անմիջապես Գերմանիան Սենտե կրնանք ասել նույնիսկ դնդեսական ծրագիրները առաջարկեցին Սուլտան Աբդուլ Ամիդ Երգուսին եւ այդ օրինակ դամ ցեզի մեկ հատ ծրագիր շատ հատուկ ծրագիր մգար կապված գնացքը որ մենք գսենք շատերը գսենք 3 հատ B գնացքի անունով ես գսեմ 4 B գնացքի անունով ասենք թե Բերլինը Պոլիսը Բաղդադը եւ Բասորան մենք հասկացանք որ մեր պատմաբանները չեն ներկայացնել Բասորա որպես այդ գնացքի քիզի վերջին զայրը բայց ընդանուր նպատակը է որ Բերլինից մինչև Բասորա գնացքիզը եւ ով պիտի այդ գնացքիզը սարքեր հայերը որովհետեւ այդ գնացքիզը կանցներ մեր տարածքի վրա եւ ասենք թե այդպես սկսել են օգտագործել մեր դղամարտիկները այդ գնացքի քիզը սարքելու եւ նույն ժամանակ ինչպես որ գիտեք այդ դղաները մեր մարտիկները որ աշխատեին գոտորեին աշխատանքի տեղերում ադորամար այս գնացքիզը որ գոյություն ունի մինչեւ հիմա օրինակ կանցներ Գամշլի տարածքում հասարայինի գով կարդնել շատ կարևոր դերերն են որովհետև մեզի համար մեր պատմության համար որովհետև դեղահանելու ժամանակ մեր ժողովուրդը մեր ընտանիքները դեղափոխեցին մինչև Ատղարասարայինը մինչև Գամշին հետո մինչև Դերձոր ռասայինին բավական զոհ ունեցանք եւ վերջնականապես ինչպես որ գիտեք ամեն ինչ իրականացվեց Դերձորում ադորամար Արմենիան Հայաստանի կողմեն մենք նշում ենք այստեղ որ տարածքները մեզ համար հոգևոր Հայաստանն է հոգևոր Հայաստանը կապված մեր զոհերը որ գոտորեցին այդ ամբողջ տարածքի վրա ադորամար Գերմանիան ինքը միջամտել է անժամանակ իբր թե տնտեսական ծրագիրներով դուրս եկավ որ գերմանական գեներալները մասնակցեցին Օսմանյան կայսրության բանակի ստեղծման եւ ասենք թե անոնքալ մտածեցին այդպես ցեղասպանության բոլոր գետերը անժամանակ դասատ հրամանի ծրագիր կար ասենք թե դասատ գիտեք ասորաշուշին մեջ այդպես դասատ հրամաներու գետեր կան հիմա նույն գետերը անոնք մեջտեղ բերին հայերու ոչիչացմանի համար գետ ալ գետ այդպես մինչև մտածեցին անժամանակ հայության արմատները գտրել հայրենիքեն որովհետև շատ լավ գիտեին որ մեր որպես բնիկ գցնվեինք մեր ուժերը ուղղակի կային մեր արմատներից մեր դարաշներից ադորամար ադալ մտածված էր որ նույնիսկ գտրեն հայությունը իրենց հայրենիքին դեղահանելու ժամանակ ալ շարունակելու համար շարունակել գոտորել այստեղ ալ պետք է հաշվի առնենք որ մենք անոնք չեն գիտեր ով իրականության այդ պատմաբանները որ որոշեցին որ ցեղասպանությունը սկսել է 1915-ը անոնք գերզում են մեր ցեղասպանության ժանր այդ դեսակ ճշտողականությունը մենք ամիջապես դեմ դուրս գուքանք որովհետև իսկապես մենք շատ լավ գիտենք եւ փաստերով գիտենք որ ցեղասպանությունը սկսել է 1894-ը իրականության գիտեք ինչ կա ցեղասպանություն որը չի սկսել մինակ ջարդերով կսկսի ասենք թե այդ ցեղասպանության զորքերը գազམ་ակերպելով եւ այդ զորքերը ուր կազմակերպեցին այդ
քյուրդական գունդերը 1991-ը, որ այդ քյուրդական գունդերն են, որ առաքելություն ունեցան կոտորելու մեր քաղաքացիները եւ գուզեմ ասեմ զեզի որ այդ քյուրդական գունդերը որտեղ են ֆինանսական հնարավորություններ ունեցան մեզի կոտորելու, որովհետեւ բավական մեծ միջոցները պետք է ցեղասպանությունը իրականացնելու համար։ Օրինակ Բուլղարիայի հետ կապված փորձեցին կազմակերպել ցեղասպանություն բուլղարացիներուն, բայց վերջի վերջո համապատասխան նյութական հնարավորությունները չունեցան այդ ցեղասպանությունը կատարելու բուլղարացիներու մասին է խոսքը։ Հայության համար որտեղ են եկան այդ ֆինանսները իրականացնելու ցեղասպանություն։ Ֆինանսները եկան Գերմանիայից, ֆինանսները եկան Ֆրանսիայից, ասենք թե նույնիսկ բարքերը Օսմանյան կայսրություն բարքերը վերցեց եւ այդ բարքերու իման վրա իրականացնեց ցեղասպանությունը։ Եվ թալանելով հայությունը փագեցին այդ բարքերը։ Պատկերացնեք ինչ կատարվեցավ։ Ադորամար Գերմանիա բանկերի մեջ մեծ տիղով մեր գույքերը կան, մեր հնարավորությունները կան, մեր միջոցները կան եւ Գերմանիան պետք է պատասխան տա մանավանդ որ եթե իրեն նախագահը 2015-ը պաշտոնապես ընդունեցավ Գերմանիան մասնակցությունը հայերու դեմ ցեղասպանության ժամանակ ուղղակի ցևով Ադորաբար մենք այստեղ պետք է լուրջ ռազմավարություն ունենանք եւ ճիշտ հասկանանք ինչ տեսակ աշխատանքներ պետք է տանենք որովհետեւ այդ բեդությունները որ մասնակցեցին մեր կոչիչացմանը պատասխան տան եւ մենք սկսել ենք այդպես եւ Գերմանիա եւ Ֆրանսիայի վրա Կիլիգիո հետ կապված մանավանդ որովհետեւ դուք լավ գիտեք որ Իշկան Ֆրանսիա պատասխանատվություն ունի Կիլիգիո հայության ոչիչացման հետ ինչ որ հիմա մենք գնենք 100 տարվան մեջ ոչ մեկ կազմակերպություն ոչ մեկ քաղաքական ուժը չրավ այդ կանչել բեդություններուն պատասխանատվության Ուրեմն ասեմ որ շատ անգամ գներեք կազմակերպությունները օգտագործեցին ցեղասպանության ճանաչումը իրենց թիրքերը մի քիչ ուժեղացնելու համար այդ բեդություններուն մեջ բայց չօգտագործեցին ցեղասպանությունը ադուցման հետ կապված եւ նույնիսկ մեզի դաստիարակեցին բոլորին դաստիարակեցին այդպես որ իբր թե պետք է Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը հետո սկսենք մտածել ադուսման հետ կապված բայց այդպես բան չի կա անցակոզությունը կատարվեցավ եւ Թուրքիան մեզի կախել մեր ազգը մեր 100 տարվան 100 տարի մեզի կախել Թուրքիո որոշումի վրա որ ճանաչի մի օր ճանաչի մյուսօր չի ճանաչի այսինքն թե նայած իրեն ինչպես շահագրգռված է Թուրքիան ճանաչելու կամ ոչ ճանաչելու համար ցեղասպանություն մեզի այդպես գախել մեծ պատասխանատվություն ունեն այդ կազմակերպությունները որը այդպես մեզի գախեցին եւ մենք տարիներ դասնյակ տարիներ մենք գործողեցինք եւ անպայման այդ կազմակերպությունները մենք գիտենք ես անձամբ լավ կճանաչեմ այդ կազմակերպությունները որ այդ դեսակ քաղաքականություն դարան 100 տարվան մեջ եւ շատ մեզի վնասեցին եւ մեր սերունդները պետք է հաշվի առնեն որովհետեւ եթե մենք այսօր մենք չենք զբաղվելու մեր իրավունքները վերադարձնի համար մեր սերունդները չեն զբաղվում որովհետեւ լուրջ խնդիրներ կան եւ արխիվներուն այդ խնդիրներ կան եւ ճիշտ ներկայացնելով մեր իրավունքները խնդիրներ կան դուք լավ գիտեք որ առաջին բեդությունը որ ժանցավ Արմենիան Հայաստանի հայության ինքնավորոշման իրավունքները մինչև անկախություն Ռուսաստան է բայց այդ տեսակ ճանաչումը երբեք այդ կազմակերպությունը չի արժեքավորեցին, մեզ տեղ չի բերին, թաքնվեցին, որպեսզի հայությունը չի իմանա, որ այդ մակարդակով 1917-ից ի վեր ճանաչված է
մեր Արմենիան Հայաստանը։ Ադորամատ կներեք գա ճշտողականություն հիմնված Թուրքիո կողմեն, կա ճշտողականություն հիմնված Գերմանիա կողմեն, բայց Գերմանիանն ալ որևէ չափով ինքը իրեն ճանաչելով որպես մասնագետ ցեղասպանության ինքը կփորձե բարոյաբես կոնե իրեն բուժել, բայց գա ուրիշ խնդիրները կապված ներքին հարցով ճշտողականություն Արմենիան Հայաստանին հետ կապված, ճշտողականություն մեր իրավունքներուն հետ կապված, ճշտողականություն մեր արմատներուն հետ կապված, մեր ինքնության հետ կապված։ Պատկերացնեք, որ ամենտեղ կդարաշվի, որ Արմենիան Հայաստանի հայությունը հանհայրենիք ժողովուրդ մնե։ Ինչպես կրնաբադայել, որ եթե մենք բնիկ ենք, եւ իսկապես բնիկ ենք, մեր պատմությունը հստակ մենք կրնանք ներկայացնել եւ աշխարհը գիտի մեր պատմությունը, բացի մեր հայրենիքները աշխարհը գիտի մեր բնիկությունը եւ կճանաչի մեր բնիկությունը, ինչպես կվադայի, որ մենք հանհայրենիք ժողովուրդ կդառնանք ներողության մեջ։ Չի աշխված որ մեր պետությունը Արմենիան Հայաստանի մասին է խոսքը։ Մի քանի ճանաչումներ ստացա։ Ես կրնամ նորեն անդրադառնամ Վիլսոնի 14 քեդերի վրա, որտեղ 12-րդ քեդը Վիլսոնը հայտարարել է, որ Արմենիան Հայաստանի Հոսպանյան կայացության հայությունը իգնորություն իրավունք ունի։ Եթե եւ այդ իգնորության իման վրա է, որ Վիլսոնը շարունակեցավ իրեն աշխատանքը միջև իրավարար վճիրը ստորագրելու համար 1920 նոյեմբերի 22։ Adorovat պատկերացրեք ինչքան ֆալսիֆիկացիան գերձիկները գերձ ցևով ներկայացրեցին հայերու պատմությունը եւ հայերու իրավունքները Արմենիան Հայաստանի մասին է խոսքը ատկան գերձիկներ ներկայացին որպեսզի իսկապես Արմենիան Հայաստանի հայերը չսփավին իրենց իրավունքներով նույնիսկ ասեմ ցեզի մենք Արմենիան Հայաստանի կողմեն ավելի շուտ մեր անկախության ճանաչվեցավ քան թե նույնիսկ այդպես ներկայացված Կովկասի հայկական հանրապետությունը որ իրականության Կովկասի հայկական հանրապետությունը ոչ մի ճանաչում չստացավ որովհետև փաստաթուղթ չի գա օրինակ նույնիսկ եթե կխոսենք մայիս 28-ի հետ կապված որևէ պաշտոնական փաստաթուղթ չգտնել չկա Ասեցեմ գրնաբադայ որ ընկերները նստեցին մեկ հատ գրասենյակում եւ բամը հայտարարեցին ցույց խմելու ժամանակ բայց իրավանական տեսանկյունեն ես կանչում եմ իմ հայրենակիցները ինձ ցույց տվեք մայիս 28-ի 1918-ի հետ կապված որևէ փաստաթուղթ պաշտոնապես Այսինքն պաշտոնապես ոչ միտեղ չկա Գսեմ ցեզի չեք գտնելու չկա Արեք փորձեմ այսօր Այո, շատ դակրկիր գլա Օրտակորձեք ինչ բոլոր կորզիկները արխիվները օրտակորձեք մայիս 28-ի 1918-ի հետ կապված որևէ փաստաթուղթ չեք գտնելու Խոստանում եմ այսօր զբաղվեմ դրանով Շատ դակրկիր գլա Այո Այդալ իմաստ կա որ մենք միասին արտազրույցներ ունենք այդպես նույնիսկ անգազմագերված որովհետև անմիջապես դուքալ գրնակ այդ հարցերով զբաղվիկ եւ բայց եթե չեք գտնելու կամ եթե կգտնեք ես ներողություն կխնդրեմ անշուշտ անպայման բայց եթե չեք գտնելու պիտի հայտարարեք աշխարհի դիմաց աշխարհի հայության դիմաց որ չի կարող մի բան գտնել Կփորձեմ մի բան գտնել պրովոկացիայի համար Այո լավ գիտեք իմ բնավորությունս ես այդպես եմ միշտ կողմեն այդ պրովոկացիային ոչը գոքնի մեզի առաջ գնալու եւ ուժեղացնելու մեզի բայց եթե չի գա կներեք բայց Արմենիան Հայաստանին հետ կապված ամեն ինչ կա իրավանական տեսանկյունին Այստեղ ալեզակրկիր է որ մեկ կողմեն իրավական տեսանկյունին Արմենիան Հայաստանի հետ կապված բոլոր փաստաթուղթերը կան
այս հայությունը չի օգտվեց փաստաթղթերը, մյուս կողմեն հայկական Կովկասյան հանրապետության հետ կապված որևէ փաստաթղթ չի կա, բայց հայությունը օգտվել այդ տեսակը, որ իրականության հիմնավորված չէ իմ ուսումնասիրությունների համապատասխան, իմ փորձերի համապատասխան եւ այլն։ Ուրեմն, եթե այդպես կշարունակենք, մենք կրնանք հասկանալ ինչքան կարևոր էր այստեղ ազգային խորհրդի, Արմենիան Հայաստանի ազգային խորհրդի վերականգնմանը 2004-ի դեկտեմբերի 19-ին։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, հաջորդը ձեր տված հերթական հարցազրույցի ժամանակ օգտատերերից մեկը տվել է հարց կապված Արևմտյան Հայաստանի Հանրապետության հետ ամբողջական պետականության անվտանգության եւ մասնավորապես ձեր անձնական անվտանգային պաշտպանությանը։ Նախ մեր ընկերը կամ մեր հայրենակիցը պետք է հասկանա, որ երբ կվերցնես քո վրա Արմենիան Հայաստանի պատասխանատվությունը, տուն քո կյանքդ արդեն երկրորդական կդառնա, որովհետև պետք է հասկանանք, որ նույն անցակորդ ուժերը, որ կային 1915-ի, օրինակ, կան այլ այսօր մենք տեսանք Արցախի հայության վիճակը եւ ինչպես կատարվեցավ, նույն անցակորդ ուժերը կա։ Ուղղակի անշուշտ մեր կյանքը, օրինակ որպես նախագահ, որպես պատասխանատու, որպես պետության գլուխը, անմիջապես վտանգի տակ է, բայց սա երկրորդական է։ Պայքարի մեջ կգտնվենք, այդ պայքարը պետք է տանենք, պայքարը դժվար է, չունենք իրականության բոլոր համապատասխան հնարավորությունները այդ պայքարը շատ ավելի հզոր կամ ուժեղ տանելու, բայց այդ պայքարը կշարունակենք։ Անմիջապես որ Արմենիան Հայաստանին հետ կկապեց քո կյանքը երկրորդական է։ Կարևոր է, որ ամեն օր այդ պայքարը, այդ լրիվը տանես աչոքյա։ Այդ համար չի նշանակի, որ մենք չենք մտածել, օրինակ ես չեմ մտածել իմ անվտանգության մասին, բայց ինձ համար ավելի կարևոր է իմ ազգից անվտանգությունը։ Եվ իմ ազգս որ կտեսնամ, որովհետև ես որպես պետության գլուխը իմ առաջին խնդիրս իմ ազգից անվտանգությունը կազմակերպելն է։ Անցյալ անգամ ես ցեզի բացատրեցի շղթայի իմաստը։ Ասենք թե այո, մենք պիտի ամեն մեկ ընտանիքը պաշտպանենք, ամեն մեկ ընտանիքը պիտի այդ շղթայի անդամ մտնա։ Եվ ինքը անվտանգությունը ինքը իրեն վրա պետք է վերցնի այսօր, որովհետև մենք կտեսնանք, որ պետությունը, որ ամառ մեկ առաքելությունը պետք է ունենա մեր ազգը պաշտպանելու համար, պետությունը չի կարա։ Մենք կտեսնանք, օրինակ, կացեք Վարդենիսում, ամիջապես կտեսնանք իրականությունը, որովհետև թուրքական զորքերը, ասենք Ադրբեջանի Բաքվի զորքերը գտնվում են մեր սարերի գագաթներու վրա եւ ամիջապես ասենք թե աշկունին Վարդենիսի շրջանի վրա։ Շատ այդպես օրինակներ կնամ ներկայացնել։ Կնշանակի, որ մենք եթե չենք զբաղվելու շղթայով մեր անվտանգության, մեր ազգը եւ մեր հայրենակիցները առանց պաշտպանության կգտնվեն։ Եվ այսօր մեր հիմնական խնդիրը տողալա Արմենիան Հայաստանին հետ կապված կամ տողալա այսօրվան Հայաստանի Հանրապետության հետ կապված մեր անվտանգությունն է։ Եվ մենք պիտի մեզի մեր վրա այդպես աշխատանք տանենք, որովհետեւ այդ շղթանը վերականգնվի, այդ շղթանը սկսի վերականգնելու։ Այդ համար մեծ բադիվ է ինձ համար, որ ստացել են իշխանի շղթան, բայց երկու բարգա չէ, իշխանը, բայց իշխանը մի տարածքի վրա իշխանես, մի քաղաքարի վրա իշխանես, մի շարժմանի հետ կապված իշխանես, իշխանության
Էդևը գաղ իրականություն եթե տուն օտից կախված իշխանություն մնես, նշանակի որ սա արդեն ուրիշ եկյատն է։ Մենք չենք խոսիր այստեղ եկյատներու մասին, մենք խոսենք այստեղ իրական իշխանես մի պատասխանատվություն վերցեցին։ Շղթան ինչի հետ կապված։ Շղթան աղուղակի անվտանգության հետ կապված։ Իսկ եթե շղթան գանցնես ուրիշ իշխանին, կնշանակի որ գանցնես պատասխանատվություն։ Այդ պատասխանատվությունը ուրիշ իշխանը ինքը պետք է վերցնե եւ ինքը պետք է կազմակերպե իրականացնե նույնիսկ պետք է ինքը իրականացնե գաղափարը դες։ Անդրամր մենակ ցևական չէ այդ քայլը կամ բադվոր նպատակն մենակ բադվոր նպատակն չունի այդ անձմանը իշխանի շղթայի անձմանը ինքը պատասխանատվության անձմանն է, բայց չի նշանակի որ դու անձեցիր պատասխանատվություն, դու պատասխանատվություն չունես, այդ պատասխանատվությունը կմնա քո վրա տալու։ Եվ մենք այդպես պիտի շարունակենք, այդ շղթան պետք է անպայման վերականգնի։ Շատ կարևոր է եւ նորեն գսեմ այդ շղթան գաբունի մեր անվտանգության հետ հիմնական համար մեկի խնդիրն է այսօր կնշանակի ինչ անվտանգություն կնշանակի որ գիտակցաբար ծևով կազմակերպել ամեն դեպ մեր հայությունը եւ գիտակցաբար ծևով պատրաստել ամեն դեպ մեր հայությունը եւ պատրաստել մեր հայությունը ամեն ինչի բոլոր վտանգներու դիմաց այստեղ մեծ աշխատանք կսպասի մեզի եւ այդ աշխատանքը մենք պիտի տանենք որտեղ պիտի լա մեկ հատ հայ ինքը պիտի արդեն այդպես կազմակերպված լինի Շնորհակալ եմ պարոն նախագահ, եթե թույլ կտաք ձեր ինագուրացիայի օրը շատ հետաքրքիր էր իմ համար անդադ ժամանակ էի ուզում գտնել ձեզ հարցնի այդ սիմվոլիկան, այդ գորգի վրա կանգնելը, այդ ջուր խմելը, այդ հողը բերված Արևմտյան Հայաստանից Ես արտացել եմ կան որ գորգ եւ խալին չեն դարձել խալին թուրքական անունը չէ ասենք շատ կան որ կմտածեն որ թուրքական է իրենց հիմա խալին ավելի թեթև գորգ մնա իրականության եւ մենք ասենք այդպես ինձ բացատրեցի եւ ես ընդունեցի գորգը է ավելի աստ գորգ է եւ խալին ավելի թեթև է ադորամալ մենք Այդ խալին Արևմտյան Հայաստանից եկած խալին է եւ մեզի համար շատ կարևոր է որովհետեւ մեծ նշանակություն ունի անշուշտ եւ վերջը մենք ունենք անայդի աղբյուրի ջուրը եւ մեզի համար մեծ նշանակություն ունի որովհետեւ նորեն գսեմ ցեզի ջուրը մեզի համար իշխողություն չեք գտնելու երկագունդում, նորորագում չեք գտնելու ավելի զոր իշխողության ապրանքը ջուրի դե։ Ջուրը մեծ մանավանդ Արևմտյան Հայաստանի ջուրը հատուկ հատկանիշներ ունի, հատուկ ուժեր ունի։ Եվ մենք այդ ջուրը պետք ունենք մեր իշխողությունը պաշտպանելու համար Եվ ինչպես որ գիտեք, այդ ջուրը սուրբ է։ Այո, մեզի համար ջուրը սուրբ է։ Մանավանդ անայդի աղբյուրի ջուրը, որ ուղղակի անդեղ են եկավ։ Չի պիտի անդրադառնամ անմիջապես խողի հետ կապված, խողը մեզի համար մեր աղն է։ Մենք աղի որպես բնիկ մենք այդ կյանքի աղն ենք եւ եթե այդ կյանքը չուներ այդպես մեզի պես
բնիկները ադյանքը համ չեր ունենալ։ Աղը եւ համը եւ հոգին ամեն մեկը մեկումիսից կապ ունի։ Եվ ադորամար ադ մեր կյանքի, մեր հայկական կյանքի համը այս խողն է, եւ ադ խողի շատ անգամ մենք ալգսենք այս խողը մեր հայրունն է, մեր հայրունը այս խողն է։ Ադորամար մենք ադամեն ինչ միանալով եւ ադամեն ինչ իրեն դեղը տնելով մենք կրնանք հասկանալ ինչ կնշանակի բնիկ լանը եւ մենք կրնանք այդ բնիկության իման վրա մենք կազմակերպենք եւ ուժեղացնենք մեր անվտանգությունը։ Շնորհակալ եմ եւ անցնենք ինձ համար հաճելի դաշտ, եթե թույլ կտաք։ Օգտատերը գրել է հարցազրույց դիտելուց. Ես Կիլիկիայից եմ եւ միանում եմ ձեզ։ Մյուսը գրել է հետեւյալը. Թպարտեմ, որ վերջապես հայտնվեց մի իսկական հայրենասեր մարդ։ Մյուսը գրում է, շարունակեմ։ Մյուսը գրում է. Ինչով օգնենք ձեզ, ինչով կարանք օգտակար լինենք։ Պարոն նախագահ, մենք ձեր կողքին ենք։ Հաճելի է։ Նախ անշուշտ մեծ պատիվ է մեզի համար, որ այդպես հայրենագիցներ ունենք եւ ես կհրավիրեմ մեր հայրենագիցները ամիջապես Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն թիմել եւ մտնել մեր համագարկի մեջ եւ տարբեր ձևով մասնակցել մեր համագարկը պաշտպանելու համար։ Մեր մանավանդ ասենք խորհրդարանը շատ պետք է զորացնենք մեր խորհրդարանը, որովհետեւ ինչպես որ քիչ առաջ ասի անվտանգությունն գսկսի համագարկի հետ։ C'était մենք ինչպես որ կտեսնակ շատ ասենք ժողովրդավարական համագարկ է, այդպես չէ որ նախագահն է որ ամբողջ եղինակությունը կսարքի մեր ինչպես որ հիմա կհաբացուցեք մեր հայրենագիցները կմասնակցեն այդ եղինակությունը Արևմտյան Հայաստանի ասենք լույսը եւ եղինակությունը դարաձեր աշխարհի վրա եւ ինչու՞ չէ եւ իսկապես առաջին հայկական աշխարհի վրա եւ դոմիանան իրական ցեվով միանան մենք իրենց պետք ունենք իրենց ֆիզիկական մասնակցությունը դարբեր ցեվով եւ այդպես մենք լույսը Արևմտյան Հայաստանի լույսը եւ եղինակությունը դարազենք մեր հայկական աշխարհին մեջ նայեցեք քիչ առաջ Կիլիկիո մասին կխոսեինք պատկերացրեք որ Կիլիկիո կաթոլիկ գոսությունը գա բայց Կիլիկիո հայությունը չի պաշտպանելու իրենց իրավունքները եւ մենք ենք որպես Արևմտյան Հայաստանը որ վերագայնեցին Կիլիկիա հայության իրավունքներու պատետը եւ ներկայացնեցինք Ֆրանսիայի նախագահին պարոն Մակրոնին, որին ճիշտ հասկանա Ֆրանսիայի պատասխանատվություն մեր ընդանուր Կիլիկիո հայության վիճակի հետ կապված։ Մենք լուրջ գործեր ունենք եւ այդ գործերը միասին կրնանք իրականացնել եւ ես ամոզված եմ որ մեծ մաս մեր հայությունը ուզե որ այդ իրավունքները պաշտպանենք, իրականացնենք եւ այդպեսով ազատագրական պայքարը շարունակենք մեր հայրենիքի ուժեղացման համար։ Շնորհակալ եմ պարոն նախագահ։ Եթե դեմ չեք հաճախ կազմակերպենք նման հանդիպումները, հարցազրույցները, որպեսզի հնարավորություն լինի պատասխանել մեր հեռուստադիտողներին եւ ընդհանրապես շփվել ձեզ հետ։ Ես եմ շնորհակալ, որովհետեւ շատ ասենք կյանքի պես կգոչեք այդ մեր հայրենագիցներու մասնակցությունը եւ ուղղակի այդ հարցերը որ կներկայացնեք իմ կարծիքով մեր հայրենագիցները շատ պետք ունին պատասխաններ ստանալ։ Շնորհակալ եմ պարոն նախագահ, պինդ մնացեք։ Կեցե Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը։ Ապրեք։ Կեցե։ Մինչ նոր հանդիպում։ Հիշեցնենք մեր հյուրներ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրամյանը։ Կհանդիպենք։